Պարոն Թունյանը ընդդիմությանը հորդորում է պատասխանել հստակ, այո կամ ոչ, արդյոք այն փաստը, որ Ղազախստանից ցորեն է Հայաստան գալու Ադրբեջանի տարածքով, լավ բան է թե վատ, բայց ես ավելի հեռուն գնամ, էլի։ Եթե ես ճիշտ եմ հիշում, իսկ ես վստահ եմ, որ ճիշտ եմ հիշում, Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագիրը ընդդիմությունը եւ Հայաստան խմբակցությունը եւ Պատիվ ունեմը եւ իրենց հետ աֆիլիացված քաղաքական ուժերը առ այդ պայմանավորվածությունը ուղղված գլխավոր քննադատությունը հետեւյալն էր. սա միակողմանի զիջում է, Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Հայաստանի տարածքով տրանզիտ իրականացնել, Հայաստանը ստանալու է ոչինչ։ Օրինակ հիշում եմ Քոչարյանի ասուլիսը, այնտեղ ասում էր, այս ամեն ինչի ինչ իմաստ ունի, եթե Հայաստանը դեպի Իրան եւ Ռուսաստան չի ստանալու կապ։ Չգիտես ինչից էր վերցրել, որ չի ստանալու։ Հիմա բայց այս միակողմանի զիջելը ո՞նց է արտահայտվում, նենց որ առաջինը դեպի Հայաստան կարողանում ենք Ղազախստանից ցորեն ներկրել, հա։ Դա միակողմանի զիջում է մեր կողմից։ Ընդ որում խնդիրը միայն ցորենը չի, կամ խնդիրը միայն Ղազախստանից բան ներկրելը չի։ Հարցն է, որ վերջապես մենք ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա։ Եվ ես կարծում եմ երեկվա հայտարարվածը եւ տեղի ունենալիքը իրապես հեղափոխական բան է։ Մի բան էլ ասեմ։ Ընդդիմադիր լրատվամիջոցները սիրում են ցանկացած արտահայտություն Ադրբեջանից հնչող, որը ապակառուցողական է, տիրաժավորել։ Նորմալ է, լավ են անում, որովհետև իրոք նման հայտարարություններ ապակառուցողական հնչում են մեր եւ մամուլը ճիշտ անում, հրապարակում է դրանք։ Բայց օրինակ երեք հետաքրքիր հայտարարություն է հնչել Ադրբեջանից, ես գրեթե ոչ միտեղ չեմ հանդիպել դա։ Ոչ էլ հանդիպել եմ ընդդիմադիրների էջերում։ Բացում է երեք Ադրբեջանի նախագահն ասել է, որ սա այսինքն, որ Ադրբեջանը հանել է սահմանափակումը դեպի Հայաստան բեռ տարանցելու, եւս մեկ ապացույց է, որ խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ նաեւ իրականությունում։ Հիմա ինչի հերթով չեք գալիս, դուք սիրում եք, չէ՞, Ալիևին ցիտել։ Հերթով եկեք ցիտեք։ Ես կարծում եմ շատ ազգանվեր գործ արած կլինի։ Պարոն Խաչատյան, ձեր վերջին հարցին ես պատասխանեմ ոչ թե թվերով, այլ կապելով դա պարոն Մանուկյանի պնդման հետ։ Ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից։ Որ ասեց դիվերսիֆիկացնում եք Ուկրաինայից, դիվերսիֆիկացնեք, ավելի էժան կլինի։ Հաջորդը, ասում է նաև պարոն Մանուկյանն է, էլի, չէ, ասում է ինձ տպավորություն էր, որ Ադրբեջանից ուղիղ Հայաստան պետք է մտնի Իջևանի երկաթգծով։ Սիրելիներս, Իջևանի երկաթգիծը քանդած է։ Ինչպես եւ պարոն Սուքասյան, խնդրում եմ, պարոն Սուքասյան, մի վայրկյան, պարոն Խաչատյան եւ պարոն Սուքասյան, լռեք։ Իջևանի երկաթգիծը չի գործում։ Մի վայրկյան, չէ, ես նայում եմ, որ Գեղամ Մանուկյանին բացատրեք, որ գոյություն չունեցող այս բան երկաթգիծով անհնար է բան ներկրել։ Մեղրի երկաթգիծն էլ քանդած է սա։ Ձեր իշխանության օրոք մեղրի երկաթգիծը, ասես քանդել են, մետալալում են հանձնել։ Չէ, չեք, ուշադիր չեք։ Հաջորդը։ Ասում եք, պարոն Խաչատյան, ասում եք, մենք կողմ ենք, որ բոլոր կոմունիկացիաները բացվեն միաժամանակյա։ Մենք ոչ միայն կողմ ենք, որ միաժամանակյա բացվեն, այլ եթե մինչև այդ մեր համար կարան բաներ բացվեն, թող բացվեն, ինչ խնդիր կա։ Վատ է, հա։ Վատ է, որ մեր համար ոչ միաժամանակյա, բայց մեր համար բան է բացվում։ Ասում եք, այսպիսի բան եղել է նաև 90-ականին, եղել է, է շատ լավ չի եղել, լավ է չի եղել, կուզեիք շարունակվել, բայց միայն կուզեիք չէ շարունակվել, դե համար ոչ թե եկեք, ես զարմանում եմ, ոնց եք դուք հաջողացնում մի հատ պարզ հարցի չպատասխանել, այսպես ինչ-որ բաներ ասել, եկեք ասեք, լավ բան ա եղել, հույս ունենք կշարունակվի, եթե դա է ձեր մտահոգությունը, եթե ասում եք տեսեք 90-ականներին ա եղել, բայց չի շարունակվել, եկեք ասեք շատ լավ բան ա, հուսանք կշարունակվի։ Ու վերջինը, պարոն Խաչատյան, որ ասում եք, նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին։ Լավ, որ մեջ բերում եք դասականին։
Շատ լավ, բայց մի հատ դուք կողմնորոշվեք, այսինքն Ադրբեջանից հնչում է ապակարգողական, ճշտամական հայտարարություն, դուք գալիս ասում եք, ահա, ձեր ամբողջ խաղաղության օրակարգը կեղծ է Ադրբեջանից, քանի որ հնչում են ռազմատենչ հայտարարություններ։ Ադրբեջանից հնչում է խաղաղասիրական հայտարարություն, գալիս ասում եք, ահա, սա այն նրա պատճառով է, որովհետև նվաճողը սիրում է խաղաղություն։ Այսինքն ձեզ գոհացնելու ձև չկա, հա, ընդհանրապես։ Թե իրականում կա ուղղակի դուք դասական ռեժիմի մեջ եք, որը, ինչպես խոսվում է, կողմը լալով դեմը լալն է։ Իդե պարոն Մանուկյանը ասում է, որտեղից է դա հայտնվել, եթե ես ճիշտ գիտեմ, կողմը լալով դեմ լալ արտահայտությունը հայտնվել է 90-ականների սկզբին, երբ որ Դաշնակցությունը չէր կարողանում ուղիղ ասել, որ ինքը դեմ է անկախությանը, ասում էր մենք կողմ ենք, բայց ու մի 10 հատ փաստարկ էր բերում նրա օգտին, որ Հայաստանը անկախ չպետք է լինի։ Տեղից է ծնունդ առել, կողմը լալով դեմ լալ արտահայտությունը, եթե ասեք բերեք ինձ ապացույց, կբերեմ Մարուխյանի հայտարարությունը բյուրոյի ներկայացուցիչ, կբերեմ հայտարարությունը Դաշնակցության մյուս երկու ավանդական կուսակցությունների հետ, որոնք Հայաստանի ժողովրդին կոչ են անում զգույշ լինել եւ խաղաղության համար չպայքարել, ուղիղ չէի մեջ բերում, շնորհակալություն։